Մտնել այդ բադու խաղի մեջ, անկեղծ ասած, ինձ հետաքրքիր չի։ Ինձ հետաքրքիր է, թե մենք ինչի ենք հայտնվել այս վիճակում, որ 7 տարի իշխանություն լինելուց հետո Փաշինյանը եւ իր թիմը հպարտանալու որևէ բան չունեն եւ փչացած պատեֆոնի, խազած, փչացած պլաստինկան են էլի դրե, կոռուպցիա։ 7 տարի իշխանություն եք։ 7 տարի է։ Ստեղ ձեր խմբակցության պատգամավորներից մեկը այսօր մի լավ հարց տվեց, ասեց մի հատ բարձրագոչ դեպք կարող եք ասել։ Վստահ չեմ, որ պարոն Նահապետյանը նշեց։ Չէ։ Ես բարձրագոչի նկատի ունեմ։ Ձեր համար բարձրագոչ է, հիմա ասեք չխանգարեն, էլի։ Ասեք թող չխանգարեն, էլի, հա, ասեք չզզվացնեն, էլի։ Հա, ուզում ես կես այդքանի դες տամ։ Կարամ, էլի, կարամ տամ, բայց չվերցնեմ։ Արտեք խնդրեմ երկխոսությունը, շարունակեք պարոն Խաչատրյան եւ հարգալից խնդրում եմ։ Այո, խնդրեմ ասած չմիջամտել, դա ձեր անմիջական պարտականություն։ Շարունակեք էլի ելույթը ինձ բան մի արեք։ Այս իշխանությունները, կրկնում եմ, դրերն այս անհասցե դատարկ մեղադրանքների տարափ են տեղում։ Եվ դա անում են գիտակցված, որովհետև եթե իրենք կոնկրետ ինչ-որ բան կարողանային գտնեին կամ ուզենային, իրանք դա կանեին, բայց դա իրանք շահերից չի բխում։ Այդ դեպքում ցանկացած բանական մարդ կվերկենա եւ կասի լավ, սենց սաղին մեղադրում եք, հիմա պարզվեց 100 մեղադրանքից 3-ը ճիշտ են, այն 4-րդը կարող է ճշտոտա, բայց թող մի քիչ ավելի լավ կչփորեն, բան 96-ը։ Եվ քանի որ դա չեն կարողանում անեն կոնկրետ կամ չեն ուզում անեն, այս ֆոնն են պահում։ Բոլորը կոռումպացված են, ով նախկին ա եղել, կոռումպացված ա եղել։ Հələ մատ նայեք ձեր կառավարության մեջ նախկիններից քանի հոգի մարդ կա։ Ձեր կուսակցության մի տեղակալը նախկին հանրապետական է, մի տեղակալը նախկին ԲՀԿ-ական է, կառավարության մեջ Չէ, ինչ եմ ուզում ասեմ, այսինքն որ դուք բոլոր նախկիններին այտենց փորձում եք սևացնել, մի հատ դրան նայեք։ Եվ հիմա քանի որ որևէ բան չունեք հասարակությանը ներկայացնելը, տնտեսությունը ձախողվում է, նայել եք թվերը, 30%-ով թերակատարել եք հարկային հավաքագրումները, արդյունաբերությունը 20%-ով անկում է ապրել համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Արտանումները 1/3-ն են համեմատած անցյալ տարվա հետ։ Ունեք ներդրումների արտահոսք։ Հապարզը, դրանով հպարտանայիք, դրանով կարողանայիք ինչ-որ մարդկանցից, ընտրողներից ձայն ստանալ, դրա մասին խոսեիք։ Թուրքերը մինչև հիմա ջերմուկում են, շուրնուխում են իդեպ, շուրնուխում, ոնց են հայտնվել շուրնուխում, նրանք ովքեր ունեն գաղտնիության թույլտվություն կարող են գնալ եւ պաշտպանության նախարարությունում տեղեկանալ այդ փաստաթղթի բովանդակության մասին։ Արցախը բռնազավթված եւ հաթափված է։ Մի հաջողություն ասեք, որի մասին կարող եք բարձրաձայնել։ Չկա այդ ամեն ինչը։ Չկա։